Աղավարում հյուրընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Պատրեոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, Տիկին Ադանալյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Տիկին Ադանալյան, մենք ունենք իրավական խնդիրներ, որոնց մասին կխոսենք, բայց ամեն դեպքում Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ այդ այցը իրարանցում է առաջացրել տարբեր կարծիքներ, տարբեր հայտարարություններ։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգների այս քայլը ողջունելի է, որովհետեւ ամրապնդում է խաղաղությունը, տնտեսական գործընթացներ պետք է սկսվեն, իսկ դրանք խաղաղությունը, տնտեսական աշխատատեղեր եւ այլն, դրանք բոլորը կյանքի իրավունքներ է, որը պետք է հնարավորություն տա Հայաստանին զարգանալու եւ Հայաստանի բնակչությանը եւս ապրելու որոշակի ձևով բարեկեցիկ։ Ինչ է կարծում, հիմնական ուղերձը որն էր եւ արդյոք այս խաղաղությունը, այս տնտեսական նոր հարաբերությունները եւ այլն միայն դրսից պետք է մատուցվի մեզ, որ կարողանանք պահպանել, թե ինքներս էլ պետք է դրա վրա աշխատենք։ Գիտեք, իմ կարծիքը հետևյալն է ձեր հասցեագրած հարցի ուղղությամբ, որ նախ մենք մեր երկրում չունենք ներքին խաղաղություն, միջանձնյա խաղաղություն, այսինքն կառավարության եւ ժողովրդի միջև բացակայում է խաղաղությունը, հասարակությունը մասնատված է եւ այլն, քիչ անց միգուցե կանդրադառնանք դրան, բայց շատ ավելի որպեսզի վերաբերելի լինի իմ պատասխանը ձեր հարցին, նշեմ, որ Վենսի այցը Հայաստան որպես Ամերիկայի բարձր պաշտոնատար անձի կողմից այց, միգուցե շատերի համար թվա թե սա տարակազմիկ մեծ հաջողություն է, կարծում եմ պատմական այց։ Այո, պատմական մեծ հաջողություն է, սա իշխանական թևը կշտաբի այս մասին գրել եւ այլ որակումներ եւս կարող է տալ այլ պետությունների ղեկավարների հետ կապված, օրինակ կարասի Պուտինը հեկեկալով լացում էր դրա համար, չգիտեմ ով խանդում էր, չգիտեմ ով նախանձում էր, բայց ամեն դեպքում այս ամեն ինչից զատ իմ կարծիքը հետեւյալն է, որ այդ հանդիպումը նախ միջուկային էներգիայի օգտագործման նպատակներ, խաղաղ նպատակներով իհարկե օգտագործման այդ բանակցությունների համաձայնությունների ավարտի հայտարարման պահն էր, հա, բայց միևնույն ժամանակ այստեղ առկա են մի քիչ ավելի շատ գունավոր կարծում եմ գունավոր մի քիչ խոստումներ, ինչով է սա պայմանավորված, օրինակ այս համատեքստում ես շատ խորը մտահոգություն ունեցա, որ հնչել են այսպիսի ձևակերպումներ, որ Հայաստանին ատոմակայան այլևս պետք չի եւ ինչ որ մոդուլային, չգիտեմ ինչ թղթի վրա գրված, եթե կարելի է այսպես ասել դերևս, ինչ որ մոդուլային փոքր ռեակտիվներով ինչ որ բան է լինելու, ատոմակայաններ լինելու եւ դրա փորձը դերևս կարծում եմ աշխարհում չկա կամ կա գուցեև չի արտարացրել իրան, չեմ կարող ասել, բայց այս հանգամանքը խիստ մտահոգիչ է եւ ես կարծում եմ, որ այդ ֆոնին, որ ինչ որ ներդրումներ են լինելու, ինչ որ sense միջուկային էներգիա օգտագործվելու խաղաղ նպատակներով կամ ինչ որ սարքեր, սարքավորումներ, ռազմական ինչ որ բաներ են այդ ֆոնի վրա, ներդրվելու եւ այլն, եւ վերելու է հավատական տրանսֆորմացիա, շրջանում 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է իրականացվել։ Այո, ինչ որ անօթաչու սարքեր, չգիտեմ ինչ է, շատ գեղեցիկ հեքիաթներ են դերևս, որոնք միսու այրուն ստանալու համար կարծում եմ դերևս երկար ճանապարհ ու պատմություն պիտի անցնի, որտեղ այս ամեն ինչի միջանկյալ ժամանակահատվածում աշխարհում կարող են շատ փոփոխություններ լինել եւ միջքաղաքական փոփոխություններ լինել այդ երանգի այդ բնույթի, չեմ կարող ասել, բայց մենակ ատոմակայանի հանգամանքը խիստ մտահոգիչ է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր երկիրը կգնա էներգետիկ ինքնասպանության։ Ինչ է նշանակում, որ մի երկիրը պիտի լինի էներգետիկ կախվածության մեջ մեկ այլ երկրից, սա սարսափելի բան է իր հետևանքներով։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ 90-ականներին ապրած մարդիկ հատկապես շատ խորը կգիտակցեն, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է սա ունենալ։ Սա մեկ, երկրորդը, այն հանգամանքը, որ ինչ որ ռազմավարական ինչ որ օգնություններ, գումարներ, կապիտալներ են ներդրվելու եւ այլն, այս ամեն ինչը կարող է զուտ հեքիաթ թվալ այն առումով, որ սա փոխում է ոչ թե Հայաստանի բուն Հայաստանի շահերից, ես այդպես եմ կարծում, ես ամեն ինչ չի արում Հայաստանի հայ ժողովրդի մեր բոլորի գեղեցիկ աչքերի համար։ Ես կարծում եմ, որ սա ունի նաեւ իր քաղաքական ենթատեքստը այլ պետությունների, մասնավորապես Ադրբեջանի շահերի հետ կապված, եւ այստեղ որ ասում են կա նաեւ փոխադարձ շահեր, ես համաձայն եմ, որ այլ երկրների հետ վարվի ճիշտ քաղաքականություն, ճիշտ դիվանագիտական հարաբերություններ, բնականաբար ոչ թե մեկից խռովեն, կրան մյուսի հետ շփվեն, կամ մյուսի ինադու կրանեն մյուսի հետ, եսի ինչ անեն,
քաղաքականությունը իմ կարծիքով սա սովորական հարևանների կամ ընկերների հարաբերություն չի եւ սա պիտի այս քաղաքականությանը տիրապետող լուրջ դիվանագետ լինի, որպեսզի կարողանա հասկանալ այս հարաբերությունների եւ նպատակը եւ հետագա զարգացումները։ Հիմա եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել ու բոլորին է հայտնի, որ այստեղ ավելի շատ շոշափվում է Ադրբեջանի շահը եւ սա ինչից է փոխում ես իմ խոսքը, որովհետեւ մինչեւ այս Վենսի այցը արդեն իսկ կային խոսակցություններ, որ Թուրքիան դեմ է մեր ատոմակայանի գործունեությանը եւ դրանից վտանգ է ինքը ենթադրում։ Դրան զուգահեռ նաեւ մեր եկեղեցին վտանգ էր ներկայացում տարածաշրջանի համար, ինչպես տեսնում եք, հալածվում է եկեղեցին։ Հիմա ատոմակայանը հասավ այդ ադրբեջանա-թուրքական տանդեմին, կարծում եմ, որ կատարվում է այս պահանջը եւ արդեն ձեռքերը հասել է ատոմակայանին։ Ինչու՞մն է սրա դրական քայլը։ Կամ կան նաեւ հանգամանքներ այն համատեքստում, թե Միջանցքի հանգամանքը, հատկապես այդ Թրամփի ուղին, ժողովուրդը ասում են Թրամփի հայաթ է, այդպես են ասում, մարդիկ կենցաղային լեզվով, Թրամփի մի ուղին Զանգեզուրի միջանցքը 76 եւ 24% հարաբերակցությամբ, այս ընկերությունների մեջ բաժանված, սա ինչ մասնաբաժին է 24%-ը, շատ ներողություն եմ խնդրում, 24%-ը, ինչպես ժողովուրդն է ասում, թուլիփայ է։ Այսինքն այս 24%-ի տերը ինչպեսի ազդեցություն կարող է ունենալ, երբ այստեղ որոշողը 76%-ի տերն է։ Եվ ներդրումներ իրենք են անում։ Լավ են արել, այս դրումներն արել են, բայց ում է պետք այդ միջանցքը, ավելի շատ պետք է այն երկրին, ով շահագրգռված է եւ ասում է, որ այդ միջանցքը պետք է։ Ովքեր են հասել այդ միջանցքին Թրամփի միջնորդությամբ, Թրամփի միջամտությամբ։ Եվ ինչպես եղավ, որ այս ամեն ինչը խիստ զուգադիպեց այս քաղաքական ուժի, գործունեության, իշխող ուժի գործունեության ընթացքում եւ այս հանգամանքները առաջ եկան։ Այսինքն, եթե մենք հետ նայենք Արցախի հայաթափումը, պատերազմում մեր 5000 երեխաների, այո, այս ամեն ինչ ունի նախապատմությունները, որը սկսվել է եւ մինչեւ այսօր փաստորեն մաս Հայաստանը վաճառվում է պարզապես արևմուտքի փաթեթավորմամբ։ Ես խիստ մտահոգված եմ զուտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մտահոգված եմ նաև որպես իրավապաշտպան, որ մեծ վտանգ է սպառնում հայ ժողովրդին, մեր հասարակությանը, առավել եւս այս հանգամանքները բնականաբար տանում են նաև Ամերիկա-Իրան հարաբերությունների վրա ստվերելու եւ Աստված մի արածի, եթե Հայաստանի Հանրապետությունը, այսինքն իդեմս իշխանավորների փորձեն հատել Իրանի կարմիր գծերը։ Եվ Աստված մի արածի, եթե Իրանում խորը պատերազմ բռնկվի, կարծում եմ բոլորին պարզ կդառնա, թե ինչի կվերածվի Հայաստանը։ Դրա համար այսօր այս այցերը, այս ամեն ինչը, ես ելի եմ ասում, մեր գեղեցիկ աչքերի համար չեն արվել։ Այս ամեն ինչը ունեն բնականաբար որևէ մեկը չի ասի, բայց եթե փոխադարձ քաղաքական շահեր չունենան, չեն լինի։ Մինչև այդ Բայդենի վարչակազմի ժամանակ դերևս շատ հուժգու համաձայնագրեր կային կնքված։ Փելոսի այցի ժամանակ եւս շատ ուժեղ բանի մեջ էին, տոնախմբություններ շատ ուժեղ, խառնաշփոթ էր, վայ, Փելոսն է եկել, եսի ինչ։ Ու դրանից հետո էլ մի շարք այլ հանգամանքներ դասավորվեցին բացասական առումով, ես չեմ անդրադառնա դրանց ձեր եթերը չծանրաբեռնելու առումով, կարծում եմ գիտակից մարդիկ դա շատ լավ կհիշեն եւ գիտակցում են։ Եվ հիմա այսօր այս Վենսի այցը, որ այսպիսի իրավիճակի առավել եւս այստեղից հետո գնում է նորից Ադրբեջան, բնականաբար երևի իմ կարծիքով ուզում է ասել, որ Նիկոլ եւ Ալիև հանկարծ խաղեր չտակ, որովհետեւ իրենց տեսադաշտում հիմնականում այստեղ Իրանն է։ Եվ չի բացառվում, որ լայնածավալ պատերազմ սկսվի, այս վտանգը կա, կախված է այս վտանգը, որը շատ մեծ սպառնալիք է նաև մեր փոքրիկ երկրի համար, օրորի փոքրացող երկրի համար։ Հիմա այս ամեն ինչի համատեքստում ես ուզում եմ հասկանալ, Վենսի այս այցը ունեցել է բնականաբար ամերիկյան իր նպատակները, որը բոլորին հայտնի է։ Ինչպես կարող ենք մենք սրա մեջ տեսնել բացառապես դրական ինչ-որ բաներ, երբ արդեն վտանգը առկա է, արդեն տեսնում ենք։ Ես էլի եմ ասում, միայն ատոմակայանի հետ կապված այս հանգամանքը խորը մտահոգություն է առաջացնում։ Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը արդեն ապահովված է։ Ում տեսակետն է դա, արևմուտքի տեսակետն է, բնականաբար, եւ էլի որոշակի խավի, այո, մեր այսքանից հետո տեսեք հերիք չխաղաղություն է բերել, հերիք չէ տեսեք հիմա տեխնոլոգիաներ, արհեստական բանականությունը, խոսքով, ինչպես դուք եք
եք ասում, դուք դրանք բոլորը գնահատում եք որպես գունավոր խոստումներ։ Այո, Բայց հասարակությունը այդ գունավոր խոստումների մեջ կան երկու մասի են բաժանված, ձեզ նման մտահոգվածներ, մյուսացածը, որը ցույց են տալիս, որ բավական է այդ հուսահատությունը, ժամանակը եկել է տնտեսությունը զարգացնելու, ապրելու, մի խոսքով։ հիմա Քարի գցեք, այսպես այդ շատ լավ, հույսերի հիմա այդ վրա։ մասային անդրադառնանք, օրինակ այդ մասան ինչ լավ բան ա տեսել։ Ես ուզում եմ մասան ասի, ես ներողություն խնդրեմ։ Երկու տարի դուր է ասում եմ բաժանված է, սահմանին զինվոր չի զոհվում։ շատ Տիկին ներողություն, Ադանալյան։ 2 տարի է սահմանին զինվոր չի զոհվում, որովհետև Հայաստանը վաճառքի ա տրված, աճուրդի ա տրված։ Դրա համար տարածքներ են տալիս։ Հիմա եթե այս պահի դրությամբ, եթե ինչ որ բնականաբար Ադրբեջանի ախորժակը բացվել է, բոլորս գիտենք ինչպիսի Ուշմիատին ու Երևան ու չգիտեմ ինչ Սևանա լճի վրա ինչ աչքեր ունեն ու ինչ ա լինելու։ Սա կամած վատնվելու է, սպառվելու է Հայաստանը։ Ով չի հասկանում, օրինակ պիտի անպայման ադրբեջանցին թուրք կա հասնից այս դուռը թակի դուք նոր հասկանաք, որ դուք վաճառված եք։ 300,000 ադրբեջանցիները, որոնք նախատեսված են գալու, եւ այսօր որ մարդիկ ընկած են եկեղեցու հետևից, հալածում են իբր կաթողիկոսի դեմ են դուրս եկած, բնականաբար քրիստոնեության հայ ժողովրդի հավատքի դեմ այս ամեն ինչը իրականացվում։ Մարդ հիմար պիտի լինի, որ չհասկանա։ Բայց ուզում եմ հասկանամ տնտեսական ինչ աճ է գրանցվել, եթե դա իրապես կա, հայտնում են որ աշխատատեղերը ավելացել, բայց չկան փաստացի այդ աշխատատեղերը։ Կրթության, գիտության ոլորտը մեռած է, բացարձակապես գոյություն չունի։ Ես ամաչում եմ կրթության ոլորտի մասին անգամ բարձրաձայնել։ Ես տեսնում եմ պատմության դասագրքերի հետ ինչ ա կատարվել, այսինքն այս իշխանությունը լծվել է իջիկ դասնելու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե պատմության դասագրքերից հանվել են այդ բոլոր տեղանունները, պատմական նշանակության ունեցած բոլոր տեղանքները, մեր զինվորները ջնջվում են ներողություն պատմության դասագրքերից, ես կարծում եմ, որ ստեղ աշտանել բան չի մնացել, մեր թշնամին ներսից է։ Հիմա եթե Վենսը եկել է ինչ որ իրենց քաղաքական շահերից բխող ինչ որ համաձայնեցված բաներ անում, հիացած է Փաշինյանով, դա իրենց խնդիրն է։ Մենք ներսում ինչ ենք տեսնում։ Հիմա եթե մեր դատական համակարգը ծախված է, Վենսը ինչ անի։ Ես Վենսից ինչ հույս պիտի ունենամ, կարող եք ինձ ասել։ Կամ եթե ահավոր թանկացումներ են եւ մարդիկ այսօր ապրում է իշխանությունը ապրում է զուտ իր վայելքների համար, Վենսը ինչ պիտի անի։ Վենսը եկել է իր գործողություններն իրականացնի, իրենց աշխարհակահաղական ծրագրերն իրականացնեն, Ադրբեջանին թեև ու թիկունք լինեն, որովհետեւ Ադրբեջանը ունի նավթ ու գազ։ Եվ այս ամեն ինչի ներքո տեսնել Հայաստանին ինչ որ դրական ճանապարհի վրա կանգնած Սա ուղղակի հիմարություն է, ես չեմ պատկերացնում, որ կարող է ինչ-որ դրական բան լինել։ Եթե 8 տարի է մենք ընտրել ենք ղեկավար, ով կործանման է տանում Հայաստանը եւ զբաղված է բացառապես իր եւ իր մերձավոր շրջապատի հաճույքներով, վարչապետերով եւ չգիտեմ էլի ինչերով, պարգևաբճարներով, ես չեմ կարող որևէ դրական բան ասել։ Ես սա ցավով եմ արձանագրում, ես սա հաճույքով չեմ ասում, սա ինձ համար ցավ է պատճառում։ Սա ուղղակի Չգիտեմ, այդ բոլոր երկրների ղեկավարները, որ շփվում են Փաշինյանի հետ կամ ընդհանուր առմամբ առանց շփվելու, չեն տեսնում այս մարդու քայլերը, տեսնում են, չէ՞, գուցե ներքին ինչ որ հեգդանք են ապրում։ Օրինակ նույն Թրամփը Ալիևի համար ասում էր, «Էս Ալիևը տղամարդ տղա է»։ Բայց Փաշինյանի համար այդ նույն Թրամփը, որ հիմա մեծ sense երազանքներով պարուրված ենք, չգիտեմ ինչ գունավոր հայտարարություններով զեղումների մեջ է հայտնվել, այս իշխանությունը իր համախոհները, ասում էր, «Էն տղան»։ Հիմա այն տղան ինչ պիտի անի, եթե ինքը այն տղան է, ուրեմն ինքը պրոստը ստեղ ինչ պիտի անի Թրամփից, եթե ինքը այն տղան է։ Ես օրինակ շատ վատ կզգամ, որ վերջում օրինակ մեր երկրի ղեկավարին Ցիլոն Քաշեն աչքերին ասես տեսություն, դուրն են կողմից փակի, այս երկիրը այլևս ձերը չի։ Ես շատ խորը ցավ կապրեմ դրա համար։ Կարծում եմ դրան չենք հասնի, Տիկին Ադանալյան դուրս գան Կարճատև գովազդային դաթարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է իրավապաշտպան Ռուզան Ադանալյանը։ Տիկին Ադանալյան, Վենսի այցից փաստորեն դուք ակնկալիքներ չունեք, որտեղ ձեր տեսակետը ներկայացրեցիք, բայց կան քաղաքական ուժեր, որ ակնկալում էին, որ մի փոքրիկ ակցիաների միջոցով բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին, հույս ունենալով, որ Միացյալ Նահանգներում իրենց ձայնը լսելի կլինի։ Դրան գերիների վերադարձի հետ էր կապված։ Դե բնականաբար Ամերիկան որպես ժողովրդավար երկիր, հա, այսպիսի դավանանքների դեր երկիր է, մարդիկ փորձում են իրենց ձայնը հասցնել նրան, որ եթե Վենսը եկել է իր քաղաքական նպատակներով, զուգահեռ նաև իմանան, թե երկրի ներսում ինչ է կատարվում, եւ փաստորեն նախընտրական շեմ էր նաև, ես կարծում եմ Վենսի այցը նաև ինչ որ ձևով մաքսիմալ ձևով իր բանն ուներ, երանգներն ուներ նաև այս նախընտրական շեմին, եւ բնականաբար մարդիկ փորձում են ամեն կերպ ցույց տալ երկրի ներսում կատարվող իրավիճակը, որ մենք ունենք թերևս փակվում գերիներ եւ սրան զուգահեռ երկրի ներսում քաղ բանտարկյալներ, ինչպես բանտարկյալներ կան երկրի ներսում եւ դրան զուգահեռ հիշում եք քանի օր առաջ Ալիևին եւ Նիկոլին տվեցին մարդկության եղբայրության մրցանակ, այո, թե ինչի համար է այդ մրցանակը, ինչ էին դրանով ասում, Երկրմանի ջանքերի խաղաղություն հաստատելու մասին է խոսքը, երբ Հայաստանը տրվում է խաղաղության դիմաց։ Չարիվերջի պատմությունը միշտ նշել ենք, որ գալիս է Ալիևը, ինչ որ պահանջ ունի, այդ պահանջը կատարվում է եւ դրա դիմաց ինչ են տալիս, ինչ են առնում, իրանք գիտեն, դա եղբայրություն է, հա, դա հավասարություն է, դա մարդասիրական ինչ որ բան է, սա այլ ինչ որ ցուցադրական ժեստ էր այլ երկրների կողմից, այդտեղ Միշելն էր ներկատեսակ, մարդիկ կային, ովքեր ի սկզբանե այս Հայաստանի արկուվաճառքի նախագծերի մեջ ունեցել են իրենց ձեռագիրն ու իրենց ստորագրություն, դերևս իրանք էին կանչում իրենց կռուփսով բաներ անում, հիշում եք այդ պատմությունները, եւ այստեղ ամենաէականը ինչն է, որ որևէ եղբայրասիրության կամ մարդասիրության որևէ բան ստեղ չկա, պարզապես իմ կարծիքն է, որ երևի Փաշինյանի վարկանիշը այնքան է ընկած, որ փորձեցին այլ երկրների միջոցով ինչ որ երանգներ տալ այդ վարկանիշի վրա մի քիչ դրական բան ցույց տալու, թե ինչ որ եղբայրական
հարաբերություններն այդ մրցանակին Իրենց ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի եւ դրա համար աշխատում են նրա վարկանիշի այո, տարիներ բարձրացման շարունակ ինչ Փաշինյանը եկել է այդ մութ ուժերի ձեռքով, եկել է հեղափոխություն չի եղել այդ մութ ուժերի ձեռքով Սերժի համաձայնությամբ Փաշինյանը եկավ եւ բռնազավթեց իշխանությունը մեր աջակցությամբ իհարկե մեր խապվածներիս աջակցությամբ, ես իկս խապված եմ եւ պահանջում եմ ինձ խապելու համար պատասխան Փաշինյանից եւ ես ամեն ինչի ներքո մինչեւ այսօր այդ գործընթացները շարունակվում են, հասել ենք այսօրվա իրավիճակին, իր զրոկետից ինքը սկսել է եւ ճիշտ է ասում, հիմա հասել է այսօրվա դրությանը, որ արդեն այս իրավիճակն ենք ապրում, խաղաղության մրցանակ բանը Թրամփն էլ է շատ երազում Նոբելյան մրցանակ ստանալ, բայց տեսեք Գազայում ինչա կատարվում, տեսեք թևերը կշտած Իրանի գլխին ինչա անում, եղբայրասպան պատերազմներ են, Ուկրաինայում ինչա կատարվում, խաղաղության խորհուրդ է ստեղծել, այո, թող ստեղծի, ով չի հասկանում։ Ինքը Թրամփն է մեծ երկրի ղեկավարը, բնականաբար ունի շահերը, մենք չենք կարող նրա գործունեությանը կամ եսի միջին ինչ որ բաներ գնահատականներ տալ, բայց մենք տեսնու, եթե մեր հետ առնչություն ունենա, մենք բնականաբար կասենք, որ տես դու SSS երկրների հետ sense է սպարվել, եղբայրասպան պատերազմներ ես հրահրել, հետեւաբար մենք չենք կարող քեզ վստահել։ Ամեն երկիր պիտի ունենա իր նախանիշը, իր երկրի հնարավորությունները, իր մարդկանց, իր տարածքային ամբողջականությունը պահպանելու նախադրյալները։ Եթե չկա այդ երկրի ղեկավարին այսօր էլ կօգտագործեն, վաղներ կօգտագործեն, մի հատ էլ կասեն դու քո ժողովրդին դավաճանեցիր, փողի համար մեծ ծախվար, դու ով ես որ մեր կողքին կանգնես։ Ունես շատ ներողություն պասլած կանեն, որ իզնութոզը չերևա։ Այդպես են վարվում դավաճանների հետ։ Փաստորեն արդարացված չեք համարում այս այցերը իր շահ ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ այն պետությունների, ովքեր որ նախաձեռնում են, ձեռնարկում են։ Կհետևենք զարգացումներին ամեն դեպքում։ Դուք մեր ներքին կայունության մասը խոսեցիք։ Դրանք թե ներքաղաքական կայունություն է, թե բանակում միջանձնային հարաբերությունների, տեսեք Պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ ցուցադրեց, թե հնդկական ինչպիսի զենքեր են ձեռք բերել, դա բավականին ոգևորիչ է, չենք կարող անտեսել, որ այստեղ աշխատանքներ չի արվել, բայց ցավում ենք այն փաստերից, որ բանակում ունենում ենք զոհեր։ Փետրվարի մինչև 10-ը մենք փաստորեն 1 զոհ փետրվարի 7-ին եւ փետրվարի 5-ին դաժան ծեծի ենթարկվեց, խմբակային ծեծի ենթարկվեց 24-ամյա պայմանագրային զինծառայողը։ Բանակում այս հարաբերությունները չեն կարգավորվում, Տիկին Ադանալյան։ Տեսեք, բանակի հետ կապված նախ բավականին խժդժություններ կան նաև բանակի հետ կապված այս գնդերեցների հարցը, 1.5 տարվա ծառայության հարցը, զինվորների հակուսներից խաչերը հանելու հարցը, ես չեմ անդրադառնա դրանց, որովհետև բանակի գործունեության մեջ էլ շատ խմորումներ կան եւ մենակ այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը բացարձակապես չունի պաշտպանության նախարար աշխատելու նախադրյալներ, պատմության ուսուցիչ էինք աշխատել, ոնց որ հիմա ես գնամ պաշտպանության նախարար աշխատեմ։ Եվ այս ավելին կվստահեն։ Հնարավոր է դա Աստված, որովհետև մարդը պիտի ցուցաբերի նաև կամային, խիստ կամային հատկանիշներ եւ պիտի գաղափար ունենա եւ բանակաշինությունից եւ բանակի ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ զինվորների կյանքի համար պիտի պատասխան տա ամեն մի զինվորի գլխի մազի համար։ Սուրեն Պապիկյանը պիտի դոշ տա, պիտի պատասխան տա։ Այդ երախուն ծնողը չորից չի կտել։ Պահել մեծացրել տվել ապետությանը, որ գնա մեր համար ծառայի, հետ տա բերի հանձնի ծնողին։ Ինչ-ինչ հանգամանքներ, իրավիճակներ ստեղծվեն բան եւ այլն, տանել կարա լինի այդ փորձանքը, ամենտեղ կարա լինի։ Բայց այսօր բանակում, եթե սպանում է հայ զինվորը հայ զինվորին, դաժանաբար ծեծի է ենթարկում ու ասում ենք բանակում զոհ ունենք, ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործը հարուցվել, սա ծիծաղելի է անգամ։ Դուք բանակ չեք, որովհետեւ ստացվում է, որ ցանկացած նորակոչիկ ինքը պոտենցիալ ինքնասպան է, ինքը որ գնա բանակ, իրան կարող է անզգուշությամբ հասցնել ինքնասպանության։ Սա ինչ որակ է, սա ինչ մակարդակ է, որ ասում են բանակը բարդակ է, ճիշտ են ասում։ Մարդիկ իրանց երեխաների հետևից մղկտալով վազում են այնքան, մինչև կարողանան հետ բերեն մինչև տուն։ Հիմա այդ է բանակ է։ Վստահել է ներողու կյանքը քեզ Սուրեն Պապիկյան, ուր ես դու։ Ինչ են իրար ծեծել, ինչ են իրար սպանել։ Այդ ինչ մակարդակ է այդ բանակում, այդ ինչ դաստիարակություն է զինվորական, որ կարող է մի քանի հոգով մարդուն այնքան ծեծել աչքերը բներից դուրս գա։ Որ կարող է անենց անեն, ես հələ կասկածում եմ ինքնասպանություն ա եղել, այնց կողքից են սպանել, որտեղ սրանք պարտակված գործեր են։ Ինչ է քննչական կոմիտեի Արթուր Պողոսյանի դարդը կտրվել է, Հելնի բացահայտի ասի Սուրեն Պապիկյան, քո բանակում սպանել են, ինքնասպանություն չի եղել։ Այս է հարցը։
Այս հարցը Վենսի հետ կապված, Թրամփի հետ կապված ինչ որ եզրեր ունի, իհարկե չունի։ Այն որ ասում են բունը հոտածա, մտածում է, բանը ինքը հոտածա, մտածում է բունն է հոտած, հիմա սրանց պատմությունն է։ Բա ինչ եք անում դուք ներսում։ Ինչա ձեր բանակի վիճակը, ինչ վիճակում են ապրում զինվորները, բա դուք գետին են մտնեք, բա տղա են տվել եկել է բանակ, որ բերեք ջարդեք սպանեք, ասեք ինքնասպան եղա, վերցրեք գնացեք, հա։ Սենց բան որտեղ է լինում, որ երկրում է սենց բան լինում։ Չեն ցավում զինվորին։ Զինվորի կյանքը մեր պետության ղեկավարների համար գրոշի արժեք չունի։ Սա է ամբողջ խնդիրը։ Զինվորին տանում են մեռավ, ապրավ։ Էս է բանակը, տանում գցում են ոնց կարացավ պիտի յոլականա իր գլուխը պահի։ Բանակի կաշկուկանում գոյություն չունի։ Մենակ այդ զինակոչային պահը գալիս է, հավաքում լցում են ավտոբուս, տանում են, յա հետ կտա, յա հետ չեն տա այդ երախուն։ Ինչ բանակ։ Այդ երկրի վիճակը ինչա, որ բանակի վիճակը ինչի։ Երկիրը ղեկավար ունի։ Ինչի՞ չունի, երկիրը ղեկավար ունի եւ այնքան լավ են աշխատում, որ իրենք իրենց պարգևատրում են, մեծ պարգևատրում։ Կեցեն ու երկրի ղեկավարը, երբ որ ժողովուրդը ասեն ծայրահեղ ծանր վիճակի մեջ, այս թանկացումների ֆոնին, երբ որ թոշակառուներին 10,000 դրամ ավելացնելու խնդիր էր եկել, ծաղրում էր վարչապետը, ծաղրում էր թոշակառուին, ես այդպես եմ գտնում, թե 10,000 դրամը տանկ ինչ պետք է անեք, որտեղ պետք է ծախսեք։ Հիմա չէ՞ որ բժշկական ապահովագրությունով ցույց են տալիս, որ թոշակառուների մասին բավականին հոգ են տանում։ Ինչա լինելու, որովհետև Անահիտ Ավանեսյանի ցանկացած նախաձեռնություն Միսոայրուն չի ստացել։ Ցանկացած այն բոլոր բան ինչ որ հելել են, նախաձեռնել են, օրենք հանիչ գիտեմ ինչ անեն, բոլորին չի կետ արծել։ Կամ եթե դու թոշակառուն բաց աչքով Նիկոլ ձեռք չփռնես թոշակառունին 10,000 դրամ տար։ Ելքի այդքան թոշակառունին 10,000 դրամ տար, այդքանը հավաքեցիք, ձեզ պարգևադրեցիք։ Այդքան միլիոնների պարգևադրում պետական բյուջեից ու հետո արտարանում է, ինչա ասում։ Ես ապշած եմ մնացել։ Ասում եմ մենք պիտի պարգևադրենք մեր պետական պաշտոնյաներին, այո, իրենք պիտի պարգևադրվեն ժողովրդի հարկերից, որպեսզի հոգան ժողովրդի կարիքները։ Հիմա պարգևադրվածներ հələ հեշտով առաջ եկեք։ Բոլոր նախարարները հոգացել եք ժողովրդի կարիքները։ Ասում եմ պիտի մեր պաշտոնյաները պարգևադրեն, որ մեր պետությունը ուժեղանա, որ իրանք պաշտպանեն մեր տեսլականը, որպեսզի իրանք ուժեղ լինեն, անդադ կրկնում է, պետությունը ուժեղանա։ Հիմա ուժեղ ես դու Նիկոլ։ Ասում եմ մենք պիտի ունենանք անարատ պաշտոնյաներ, բառակապակցության նայել, բանի նայել ինչ ասում։ Հիմա դու անարատ դարձար Նիկոլ, հա։ Հիմա քո նախարարները անարատ դարձան, հա։ Ինքը պարգևադրվելուց հետո բոլորը անարատ են, ինքը պարզապես պետական բյուջեի լողավազանում փողով լողացրեց պետական պաշտոնյաներին։ Սա կարծում եմ նաև ինչ որ առումով ըստ իս քաղաքական կոռուպցիա է։ Սա կարծում եմ նաև ինչ որ ձևով սրա նախընտրական կաշառք է կաման։ Այո, նախընտրական ենթադրում եմ, որ կարող է լինել նաև նախընտրական կաշառքի նմանվող ինչ որ բան, որովհետև այդ կաշկի բաները սովորաբար sense բարեգործական, պարգևադրման, չգիտեմ ինչի ֆոնի վրա են ստեղծում, եւ այս մարդիկ պարտավորված են արդեն։ Սրանց վրա այս փողը Նիկոլես պարգևադրումը դրանց քթերից է բերել, այնց հեշտալով չի անում, հələ պարացնելու, հələ Անահիտ Ավանեսյանն էլ է պարելու։ Բարում է։ Այո, հələ Աննա Վարդապետյանն էլ է պարելու, հələ սաղը դեռ պարելու եք, ձեր քթերից է Նիկոլը բերելու այդ միլիոնները։ Բա Սրճուի Գայլյանը հիմա ուժեղացել է, կարա արտարադատություն իրականացնի։ Հələ մի հատ էլ ասել է Նիկոլը ոտդ կախքից Սրճուի Գայլյան, սահմանադրությունը հələ փոփոխված մի հանի հրապարակի, թող էս ընտրություններին անցնեն հունիսի 7-ից հետո հանրաքվե կանենք։ Բա որովհետև Սրճուի Գայլյանը այդքան 10 միլիոն պարգևադրում է ստացել, հələ մի հատ էլ արտարանում ասում որ վրիպակ ա եղել, որ բաժանենք ամբողջ տարվա վրա, աշխատավարձից վրա, կգումարի քեզ ով ասել, որ դու ամբողջ տարի այդքան աշխատավարձ ես ստանալու, ով է քեզ ասել։ Կամ այդքան բանի մեջ էլ հələ բան է անում, սահմանադրություն է փոխելու, բա էժան գործ է սահմանադրություն փոխելը, բա ինչպես քերա իրավական բանում է, ընդունված Նիկոլի հետ գործով են այս մարդիկ, բա գործով են։ Եթե կա կոռուպցիա, եթե կա ինչ-որ շահեր, անձնական շահագրգռվածություն, ինչ-որ գումարային հարցով լուծվող, գործով են Նիկոլի հետ, բոլորն էլ պետք է պատասխան տան, այս պարգևատրվածները բոլորը Նիկոլի հետ գործով են։ Դրա համար բոլորին սա վերաբերվելու է, եւ եթե դա աստված իշխանափոխություն լինի, ու հանկարծ սրանք չպատժվեն, ու այդ նոր եկած իշխանավորները հանկարծ այս ամբողջին չպատժի, ուրեմն սուտ է նաև այդ ակնկալվող, հա, իբր ենթադրաբար իշխանափոխությունը նաև սուտ կլինի, ես չեմ հավատա։ Նիկոլն էլ եկավ մարդու պատժեց, ով է պատժվել, մեկին ցույց տվեք, որ պատժվել է։ Արթուր Թավթյանն է պատժվել,
Սերժ Սարգսյանն է պատժվել, ոչ դատավորն է պատժվել, բացի իր թիրախավորած դատավորներ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է եւ հեռախոսազանգ լինելու դեպքում խոստանում ենք անպայման լսել ձեր հարցերը։ Տիկին Ադանալյան, այս մենք փաստորեն շռայլ պարգևավճարների մասին խոսեցինք, ինչու չխոսել եւ ինչու չպարգևատրվել, օրինակ Արամուսում 4 անձի սպանությունը կասկածելի նախաքննության ընթացք է ստացել եւ մեղադրյալին անմեղսունակ են ճանաչում։ Չէ՞ որ սա լավ աշխատանքի։ Այո, տեսեք 4 անձի միանգամից 4 ժամվա մեջ 4 ամիս առաջ սպանած անձին, ով ունի որսորդական հրացան, կարծում եմ նաև վարորդական իրավունք, լավ տունը ցույց տվեցին եւ այլն, ինչևէ, այս անձը ինչպես է ստացել այդ բոլոր բաները, հա, երբ որ ինքը անմեղսունակ է։ Այսինքն հեշտապած է, որ մարդիկ կարող են ունենալ եւ այս պետության մեջ մարդը կարող է 4 անձի միանգամից սպանել ու օգտագործել իր գուցե ունի հանած անմեղսունակության բան, թուղթ եւ դա հիմք են համարել։ Գուցե է որ մարդ սպանի, ասի ես անմեղսունակ եմ, բայց հիմա այս անձին ըստ մամուլի հրապարակումների, եթե անմեղսունակ է հանել Արթուր Պողոսյանը քննչական կոմիտեի, բա փորձաքննություն իրականացվել է։ Ինձ հետաքրքիր է ուր է դրա փորձագիտական եզրակացությունը, ինչպես է անցկացվել, փորձագիտական հիմնարկում անցկացվել, ստացիոնար պայմաններում է անցկացրել, ով է եղել բժիշկը, ինչ հետևությունների է հանգել, ինչ հիմքերով է գտել, որ ինքը անմեղսունակ է, արդյոք գրանցված եղել է այդ հոգեկան առողջության կենտրոնում, արդյոք ունի ամբուլատոր քարտ, այս ամբողջ տարիների ընթացքում արդյոք ստացել է դեղորայք, այդ բուժում եւ այլն։ Սրանք հարցեր են, որոնք շատ լավ գիտի նախաքննական մարմինը եւ պիտի այդ փաստաթղթերի հիման վրա ինքը ճանաչի անմեղսունակ։ Ցանկացած մեկը կարող է քիչ խաղա իր համար բաներ անի ու ասի ես անմեղսունակ եմ։ Դրա մեջ ինչ կա, այսօր այնքան տարածված այդ պաշտոնատար անձը Ղարաբաղի այսօր անմեղսունակ դուրս կացի գիտեք, ես բանի գժի թուղթ ունեմ։ Կարա չէ՞ այնց բան լինի, բայց մենք տեղյակ չլինենք։ Ու այս կարգի գործերը, որոնք քննության են առնվում հայաստանյան իրավապահ համակարգում, ու դրանց զուգահեռ երբ նայում ես, որ հոգևորականներ են կալանավորված, ինչի համար, որովհետև թիրախավորված են, ինչի համար, որովհետև մարդու անձնական կյանքը հանել շպրտել են արևի երես ու փորձում են այդ անձնական կյանքով արատավորել եկեղեցին եւ փորձում են ինչ-որ պարսավանքի խոսքեր ակնկալել, որ այդ մարդուն ինչ-որ կերպ հողերին հավասարեցնեն, սա ուղղակի խայտառակություն է։ Երբեք իրավական համակարգը իրեն այսքան սպառած չի եղել։ Երբեք սա խայտառակություն է։ Տիկին Ադանալյան, զանգ ունենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք եւ խնդրում եմ կարճ ձևակերպել ձեր հարցը։ Լսում ենք ձեզ։ Հարգելի հերոստատուսի ձայնի իջեցրեք եւ մեզ հետ խոսեք հեռախոսով, որ մենք ձեզ լսենք եւ դուք էլ մեզ։ Տիկին Ադանալյան, փաստորեն այս դեպքի հետ կապված էլ դուք ունեք տարակուսանքներ։ Հա, իհարկե։ Զանգ ունենք, ես խոստացել եմ մեր հերոստատիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Հերոստատուցի ձայնի իջեցրեք, մեզ հետ խոսեք հեռախոսով։ Եվ քանի որ խոսեցինք պարգևավճարների եւ գործերի այս ընթացքի մասին, Տիկին Ադանալյան, դուք այն մարդն եք, որ միակներից եք մանկատան երեխաների մասին բարձրաձայնեցիք այդ պատմությունները եւ բժիշկների հետ կապված, այդ երեխաների առքովաճառքի գործի հետ կապված, բայց օրերս մամուլում մի այսպիսի նյութ կարդացի, որ անտեղի բժիշկների անունը հանեցիք, խայտառակեցիք եւ գործերը կարծես թե փակված են։ Սա ինչի մասին է խոսում։ Տեսեք, նախ իմ հայտարարությունը վերաբերվել է Գյումրիի մանկատան երեխաներին եւ իմ հայտարարության մեջ որևէ բժշկի անուն չի շոշափվել, զուտ մանկատան երեխաների եւ Շիրակի մարզպետարանի կանանց ընտանիքի եւ երեխաների պաշտպանության բաժնիպետ Լուսինե Կինոսյանի ենթադրյալ հանցագործությունների մասին է, մանկավաճառության գործով կասկածվող, ով նաեւ ենթադրյալ պատվիրատուն են որդուսպանության, գիտեք արդեն, այս մանկատան երեխաներից փաստական տվյալներով 166 երեխա որպես մահացած կազմված են փաստաթղթեր, կեղծ փաստաթղթեր, որպես մահացած։ Հիմա այս 166 երեխաների մասին քրեական վարույթ է նախաձեռնել իմ ուժերով դատական այցանների քաշքշուկներից հետո, հիմա այդ գործը քնած է։ Նշեմ, որ Իտալիայից վերջերս մոտ 1-2 ամիս առաջ լրագրողներ են եկել, որտեղ շատ է շոշափում են հարցը, որ երեխաներին որդեգրման հարցերով Իտալիա են տեղափոխել, հետաքննող լրագրողներ են եկել, հանդիպել ենք, գնացել ենք նաև մանկատան երեխաների համար հուղարկավորման համար նախատեսված գերեզմանոց, դրա այդտեղից նախկինում էլ է եղել, գիտեք Սուրանգյունը անդրադարձել է դրան, չկան այդ 166 գերեզմանները գոյություն չունեն, այսինքն այս 166 երեխաների ճակատագիրը ես այդ քրեական գործի նյութերը նայելով հեշտական մի հատ դժոխքի միջով եմ անցել ու ես հասկացել եմ այդ աղաղակող փաստեր են այդտեղ, որ այդ երեխաները չկան։
Հիմա այդ մամուլում այսօր որ հրապարակվում է, իսկ բժիշկների հետ կապված այլ հաղորդում ա եղել, երևի ձեր հաշտակում, այլ իրավապաշտպանի, այլ ծնողների կողմից կապ չունի մանկատան հետ, որտեղ ծնողներ չունեն այս երեխաները եւ բժիշկների մենք դերևս չենք ասել։ Ամեն դեպքում որպես իրավապաշտպան դուք հետևում եք։ Հասկանալի է, զուգահեռ թեմաներ են։ Մենք ունենք դիահերձող բժիշկ, որը այդ բոլոր երեխաներին ինքնահերձել եւ հասկանալի չի եւ բոլորին, ինչպես գիտեք, ուղեղային օրգանական կախեքսիա է, հա, բանել, ախտորոշել ու դրանից են բոլորը մահացել։ Չկան այդ երեխաների գերեզմանները, գոյություն չունեն այդ երեխաների դիակները, ոչ մի բան գոյություն չունի։ Այսինքն այդ 166 երեխան ուր են գնացել, ինչ ա եղել, որպես օրգան են վաճառել, թե որպես կեղծ որդեգրման տակ է գնացել, որևէ տեղեկություն չկա եւ Շիրակի մարզային քննչական վարչությունը հանձինը Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիջոյանի շատ ախորժակով, շատ չփչփալով իրանք ուտում են այդ գործը ու հələ տեսեք ուր են հասնելու։ Դրա համար ես սպասում եմ այս իշխանապողությանը ոչ մի հարց այստեղ չի լուծվելու։ Հիմա տեսեք, այս վերջերս մամուլում տենց տեղեկություն տարածվեց Էփշտեյնի հետ կապված, ԱՄՆ մեծ ֆինանսիստ Էփշտեյնի հետ կապված դրա թրաֆիկինգի, այլասերված գործողությունների հետ։ Ես մտածում եմ, թե ԱՄՆ-ում եթե եղել է տենց արժանապատվությունը սպանող կղզի, թե ԱՄՆ-ում բնականաբար պիտի լինեին Էփշտեյնները, բայց փոքրիկ երկրներում էլ ունեն փոքրիկ մինի Էփշտեյններ։ Հիմա եթե մի կին վաշխառու կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, այնպիսի շղթա, որ կարող են վաճառել մանկատան երեխաներ, ենթադրյալ, կամ դրանք վերածել օրգանների, Ամերիկայում որ Էփշտեյն լինի, այդքան այլասերվածություն լինի դրա մեջ ինչ կա, որ բոլոր երկրներում էլ կան, մեր երկրում էլ կա։ Եթե չկա մեր երկրում փոքրիկ Էփշտեյն, ապա Արմեն Չիջոյանի պատիվն ու պարտականությունը պիտի լիներ, որպես ծնող, որպես հայ մարդ, որպես տղամարդ, բազելու թե 166-ը չորպա երեխեքի հետ ինչ ա եղել։ Դուք արժանապատվություն չունեք հայի, որ ունենայիք, չէիք նայի ոչ ծնող ունի, չունի մարդ, որպես մարդ կարողանայիր հասկանալ ինչ ա եղել։ Բայց քանի որ այսօր երկրի ղեկավարի համար շատ ներողություն ես բարիս համար, անամ всё равно է, ինքը ինչ ուզում անում տակից էլ ստեղ կել ինչ կուզի մուտքի շեր, ամեն մարդ իր համար ընկել է ավարա անում, որովհետև հիմա այնպիսի ժամանակներ են ապրում Հայաստանում, ով ինչ կպցրեց, գիտեմ որ սա անցողիկ է, իրանք ապալ-թապալ են կացել կպցնելու հետևից, բնականաբար այս երեխաների ճակատագրով ա զբաղվելու, ոչ մեկը գործը քնած մնացել է, ու հիմա Էփշտեյների մասին են պահել, դուք ձեր Էփշտեյնի մասին մի հատ մտածեք, ու այսօր նոր այդ աղմուկը, ամերիկյան այդ աղմուկը նոր է սպրտվել, հա, համացանցում, բայց այդ Ամերիկայի տեր ու տիրական այդ Թրամփները, որ դրանք բոլորը ըստ տեսանյութերի հաճախել են, մանկապղծության մասին դրվագներ կան, չգիտեմ ինչեր կան, բախի գնում, նման Էփշտեյնները միշտ իրենց գործունեությունը իրականացնում է պետական հովանու ներքո։ Հիմա թե ինչի է ԱՄՆ-ն տես նեղացել, այդ Էփշտեյնի մահից հետո հելել է, իրանց այլասերվածություն, իրանց կեղտոտ անկողինը փռել է ցույց աշխարհի, իմ համար անհասկանալի է։ Անես որ մեր մոդել է տենց, ուղղակի մի քիչ մինի տեսակը։ Զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Ադանալյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Տիկին Ադանալյան, ես չեմ ուզում պաշտպանած լինեմ Փաշինյանի, իմ նպատակը սեթի չի, բայց եթե իշխանափոխություն լինի եւ նոր եկող ղեկավարները փոխեն ծրագրերը կապված երկաթգծի հետ, Ադրբեջանի հետ, Միջանցքի հետ, դուք չեք կարծում, որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ այդ ժամանակ։ Շնորհակալ ենք զանգի համար։ Գիտեք ինչ կա, հարցը կայանում է նրանում, որ եթե կան ինչ-որ բաներ փոխվի, այդ ամեն ինչը պիտի լինի բարի դրացիական համատեքստում, այսինքն պիտի բխի երկու երկրների շահերից։ Այդ երկաթգծերի բացումը կամ այդ միջանցքի բացումը, որ հիմա նոր ղեկավար կա, հա, պայմանականորեն ընդունենք, բնականաբար պիտի հարմարեցվի այնպես, որ նաև բխի մեր երկրի շահերից, թե չէ միայն միակողմանի մտածելով ու սենց ճնշելով, հա, Կարծում եմ հեռուստադիտողի հարցը հակված էր նրան, որ եթե ռուսամետներն են գալիս, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը նորից դառնում ենք այդպես կախվածությունը եւ այլն, դա տանելու է նրան, որ մենք դառնալու ենք ավելի շատ այս քաղաքական ենթատեքստը տանում է։ Հասկանալի է, տեսեք, այստեղ ոչ թե ռուսամետի կամ արևմտամետի հարցն է, այստեղ մենք պիտի հայամետ լինենք։ Մենք ոչ թե պիտի ինչ-որ մեկի շուքի տակ ապրենք, ծվարենք, այլ մենք պիտի ունենանք մերը
ես համաձայն չեմ նաև, որ մենք պիտի դառնանք Ռուսաստանի ինչ-որ Գուբերնիա, գուբերնիա, ինչպես ընդունված է ասել։ Ես դա չեմ ընդունում։ Ռուսը իր համար ազգ է, բայց ռուսը ով է, որ կարողանա ասենք մեզ թելադրի, մենք ինչ անենք, ինչ չանենք։ Պիտի այս ամեն ինչը հավասարակշռվի, անկախ նրանից ինչ կստեղծի, ուր կգնանք, ինչպես կորոշենք։ Ես գտնում եմ, որ բոլոր երկրների հետ պիտի ձևավորվի աշխարհաքաղաքական ճիշտ հարաբերություններ։ Դա է իմ ասելիքը։ Մենք զանգել լսենք եւ ամփոփենք հաղորդումը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս շատ կարևոր հաղորդում է, այս երկու շատ կարևոր դեպքեր էր ան Հայաստանում։ Բայց դուք կանչում եք մի մարդու, որ քանի անգամ ես այս ծերերը նայել եմ, բացասականից բացի, այս ինքեր կոմսոմոլկան ու Լավ։ Բացասականից բացի ուրեմն հարցս հետեւյալն է, գուցե իմ հարցից ելնելով մեր հեռուստադիտողը կստանա նաև իր պատասխանը։ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով արկա է արդյոք ներկայիս դատավորի եւ նախորդների վարած դատաքննության միջև տարբերություն եւ ինչ փուլում է։ Շատ ներողություն։ Գուցե հենց այս պատասխանը, այո, զանգ թե պատատեսեք։ Այո, ասում ա դուք բացասականչում եք մի մարդու, ով բացասական բաներ ասում եւ կոմսոմոլ կա, ոնց որ այդպես մի հատ բան հնչեցրեց։ Ես հիմա ասեմ, որ խորը ցավ եմ ապրում այս զանգահարողի նման ձևակերպումների համար, էթիկայից դուրս եւ նման գնահատականի համար, ինչի համար։ Ապրելով արգ երկրում, կարծում եմ Ամերիկայից էր զանգը, եւ իր այո, շատ ձայնը տակ տեղից է գալիս, եւ շատ ապահով է հարգելի զանգ կատարող հայրենակից։ Համեցեք Հայաստան, ապրեք այստեղ, չէի ցանկանա դուք երեխա ունեցեք, չեմ ցանկանում, Աստված մի արասցե։ Թող ձեր երեխային սպանեն եւ 12 տարի հայաստանյան իշխանությունը թունդ կոռուպցիոն սխեմայով կոծկի ձեր երեխայի սպանությունը եւ դուք խոսեք դրական բաներից։ Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչպես կարող է մարդը ձեր հանդեպ քանի անգամ է եղել փորձեր։ Եթե անգամ մահափորձ եղել իմ հանդեպ, ես բարձրաձայնում եմ մանկատան երեխաների օրգանների արքու վաճառք, սրան զուգահեռ սրա նման մենք ունենք մեր շրջապատում լիքը։ Այսինքն այս տիպի մարդիկ, ով ում ուղեղը կարող է աշխատել մեկ ուղղությամբ, որ ասում են զոմբիներ են, այդ մի ուղղությամբ աշխատող մարդը, որը չի կարող հարցին նայել տարբեր ուղղություններով, տարբեր տեսանկյուններով եւ օբյեկտիվ հետեւության հանգել, բնականաբար այս կարգի մարդկանցով մենք հիմա շատ ենք շրջապատված։ Օրինակ, ինչն է դրական։ Ես շատ կուզենայի լսել այս քաղաքացուց, որ ասի օրինակ այս դրական բանը եղել է, բայց դուք այնքան պատատես եք։ Խաղաղություն երկիրը ծախելու հաշվին, բնականաբար Թրամփի փաթեթավորմամբ, ես կարծում եմ, որ Թրամփոտված մեր հայրենակիցների համար կարող է սա շատ տխուր հնչի, ես ված չեմ զգում դրանից, պարզապես ցավում եմ նման խղճուկ դատողությամբ մարդկանց համար, չի ուզենա սրանից ավել ասել, որ երկիրը ցերից գնում է, եկեղեցին հալածվում է, ու գիտությունը ոչնչացել է, զինվորներ ենք 5000 զինվոր եռապլուր ենք կառուցել, 10000 զինվոր հաշմանդամ են, բայց այսօր վարչապետ են անում, պարում թռչկոտում ուրախանում են, ու մարդկանց սիրտը մղկտում է, թե այս ում համար գնացին այս երեխեքը զոհվեցին։ Այն օրներ Վահագն Խաչատրյանն էր նախագահ Փենդարել Դավոսում, որ շնորհակալություն էր հայտնում, մարդիկ ինչ տառապանքներ կրեցին այդ իր շնորհակալության համար, ինչ հոգեկան տառապանքների ենթարկվեցին այդ շնորհակալություն բառի համար։ Հիմա միգուցե մեր հայրենակիցներ ԱՄՆ-ում բնակվող, որ տենց առոք-փառոք ապրում է, բայց ստեղած համար ուզում է դրական բաներ ասենք, միգուցե այնտեղ իրանց իմիջը ընկնում է, որ մենք ստեղ սենց վատ վիճակի մեջ ենք։ Հելեք եկեք հարգելիներս, հելեք եկեք դուք էլ ապրեք, ձեր բռնեք Նիկոլին, նեշտրումներ արեք, հետ գնաց այդ ծվարել Թրամփի փեշերի տակ, բատեղ լավ եք ապրում, չէ, եկեք մեր հետ հավասար ապրեք։ Սա զավեշտ է ուղղակի, եւ եթե մարդիկ մտածում են, որ սա ուղղակի ինչ-որ միտում է Նիկոլի վրա ցեղ շպրտելու կամ ինչ-որ վարկանիշը գցելու, օբյեկտիվ բաներ ենք ասում, Նիկոլը լեզու էլ ունի, բերանել ունի, Նիկոլի մերձավոր շրջապատը շատ պոռո կարախոսի թեքի քաղաքացու վրա, մարդկանց տանեն քաց ու տակ գցեն, եսի ինչ անեն, ԱԱՑ-ի պատվալները լցնեն, բայց չեն կարող հակադարձեն ինձ։ Հիմա այս մեր հայրենակիցի մեջ որևէ հարց չի արժան, թե Նիկոլ մի օր վեր կաց ասա, այդիկ ինչ ան, 12 տարի ոնց թե ձեր տղայի սպանությունը չի բացահայտվել, սուտ ես ասում, այտենց բան չկա։ Ընդ որում եւս մեկ գովազդային դակար ինձ հուշում են եւ ասեմ Տիկին Ադանալյան մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քանի դեռ շարքային падգամավոր էր, ձեր խնդրի մասին տեղեկացվել էր, վարչապետ լինելուց հետո գործին արդեն չի անդրադարձել։ Եվ փաստորեն Արտյոմ Ադանալյանի սպանության գործը 12 տարի է
ձգվում է եւ մեր հերոստատիտողը ով ձեզ համատեց կոմերիտականի հետ, ասեմ, այո, Տիկին Ադանալյանը ինչ որ հարցում կոմերիտական է, որտեղ մանկավարժ լինելով հանդերձ թողել է իր հիմնական մասնագիտությունը, սովորել է իրավաբանություն, որպեսզի կարողանա իր որդու գործը հասցնի արդար դատավճռի։ Այնպես որ սա մեր իրական ես չեմ նեղվում դրանից եւ կոմերիտական լինելը, ասենք, ամոթ բան չի, ես իմ երիտասարդ տարիներին իրապես սովետական մարդ եմ, կոմերիտական եմ եղել, կոմերիտական միության նախագահ եմ եղել եւ շատ պատշաճ մակարդակով իրականացվել են մեր ուսումնառության տարիները, այդ կոմերտմիության բոլոր հարցերը։ Հարցը այն է, որ ուղղակի տգիտությունը հաղթահարել է արդեն մարդկանց այն աստիճան, որ Նիկոլից այնքան է զոմբիացված, չեն հասկանում ինչ են ասում, երբ որ մարդուն բացատրում ես իրավիճակը, ասում ես երկիրը ձեռից գնում է, ասում է բանը թող գնա երկիրը ձեռից։ Բա Թրամփի փեշերի տակից դուրս եկեք հələ տենանք դուք ով եք։ Հոկտեմբերիկ եք, պիոներ եք, Արնետ եք, ով եք դուք, ինչով եք զբաղված, առհասարակ ձեր գաղափարները որն են, ինչ եք ուզում, ոչ օրենք կա, ոչ իրավական դաշտ կա, Փաշինյանն ասում է, այդպես դատավոր չկա, որ իմ կամքը չկատարի, հələ կա այդպես դատավոր, որ ինձ չլսի, ու այս ամեն ինչի մեջ երբ որ չկա դա իրավական համակարգ, Տվերը չհաղթահարած վարչապետը աշխատողներին ասում է գործատուների հետ ձեր հարաբերությունները այնպես կարգավորեք։ Այո, այնօր ինչ որ մատուցողի մասի է պատմում, որ ինքը շատ մտերիմ է հետ, բան այդ անձը ինչ որ առողջական խնդիրներ է ունեցել, ասում էր օգտվի ապահովագրությունից առողջապահության են մարդն էլ ասում էր, որ իր աշխատավարձի հետ կան չկա, տենց կոծկված ինչ որ հարկերից եւ այլնի հետ կապված խնդիր ունի տվյալ անձը, բա դու երկրի ղեկավարն ես, եթե տենց ստվերային հարկեր կան, բա հարկերը իջացրու, որ մարդիկ չդիմեն տենց մուխլյոշ բաների, որ ստվերի տակ չգնա այդ ամեն ինչը հայտնվի, մարդն էլ իր աշխատավարձը նորմալ ստանա, որ կարողանա օգտվել քո առողջապահության նախարարի ստեղծած այդ իբր բարեկեցիկ իրավիճակներից, իբր ով է հավատում, ոչ մեկն էլ չի հավատում։ Դրա համար այսօր այնպիսի իրավիճակի, որ շատ ցեները տակտեղից կարող է գալ տենց ապր-ցպր կարախոսան ու մտածես թե ինչքան մեղք են, էլի ես չեմ կարծում, որ իհարկե ես չեմ կարող բոլորին համեմատել, բայց մենք Սփյուռքում ունենք այնքան արժանապատիվ մարդիկ, օրինակ վերջերս մամուլից տեղեկացա, որ Կալիֆոռնիայի հայ երիտասարդական միությունը ինչ որ դասախոսության ժամի մտել էին եւ կարծում եմ ինչ որ ադրբեջանցիների թե թուրքերի հետ ինչ որ խնդիրներ էին ունեցել ու կարողացել էին այդ ամեն ինչը հաղթահարել, բացատրել, որ իրենք հայ են եւ անկոտրում են։ Չես կարող համեմատել, ասենք նման առանձնացված ինչ որ առանձնյակ մարդկանց հետ եւ հասկանալի է, ամեն բան հասկանալի է։ Ուղղակի հարցերն է, որ աշխարհում հնչում է Արցախ երգը, երբ մեր գեղասահորդները Արցախ երգի տակ պիտի իրականացնեին, առաջացավ այնպիսի քաղաքական աժիոտաժ, այնպիսի իրավիճակ, որ Իտալիան հաղթեց։ Այո, եւ Բաքվի օլիմպիական կոմիտեն բողոք էր ներկայացրել եւ Իտալիայում այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ երկահանի կոմպոզիտորի Արագ Գևորգյանի անունը հնչեց, բայց Արցախը վերնագիր որպես այդպեսին չհնչեց։ Հիմա ուզում հասկանամ, եթե ադրբեջանցիները կամ այս մեր զոմբիլենդի զոմբիները, այսպես ասած, վատ չզգացին իրենց դրանից, Արցախը ընդամենը երկի վերնագիրներ, ոչ բառեր կար դրա մեջ, ոչ էսկոմ, ոչ ենկոմ, երկի վերնագիրներ, որը նախկինից եւ այդ եղել է, նոր չէր տրվել այդ վերնագիրը, բայց քանի որ ստորացված ճանապարհով է վերցվել Արցախը եւ այն ու թողը մշտապես մնալու է բռնազավթողների սրտում, իրանք Արցախ լսելուց դիվահար են լինելու, դրա համար փորձեցին եւ հասան իրենց հաղթանակին, որ Արցախ վերնագիրը չհնչեց։ Հիմա դուք տեսեք աշխարհի կեղծավոր, հոգեբանությունը, որ միշտ էլ ուժեղի մոտ թույլն է մեղավոր։ Դրա համար պետքա ուժեղ լինել, ոչ թե առանձին անհատներ, ինչ որ ցինիկ երևակայական գնահատականներից, ոչ թե ինչ որ այս կամ այլ երկրի շահերից բխող ինչ որ բաներ անել, շոպլիկանալ տվյալ երկրի ղեկավարին կամ տվյալ երկրի շահին, այլ պիտի ունենալ արժե համակարգ, տեսակ, որ կարողանաս աշխարհին ներկայանալի լինել ու կարողանաս ցույց տալ հայի ուժը, տեսակը։ Սա է ամբողջ խնդիրը, թե չէ հիմա մեզ վերացնում են պարզապես որպես տեսակ, որպես արժե համակարգ, փորձում են մեզ վերացնել, սա է ամբողջ խնդիրը։ Տիկին Ադանալյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, հետևենք իրադարձություններին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։